Այս պատկերով, այսինքն տարբեր ոլորտներ ձախողած կառավարությունը, կիսատ պռատ որոշումներ ընդունող կառավարությունը, այս իշխանությունը այսպիսի գործունեությամբ ինքը ի վիճակի կլինի Ադրբեջանի հետ գնալ խաղաղության կամ բերել այս երկրին, այս հանրությանը խաղաղություն։ Մի կողմ թողնենք Բաքվի վարքագիծը, որը չի փոխվում, որի պատրվակները անվերջ են, անսահման են, այս իշխանությունը կկարողանա այս հարցում էլ արդյունք ապահովել։ Տեսեք, մի քիչ ճիշտ չի լինի, էլի, որ մենք մեկը կապենք մյուսի հետ։ Այլ հարց է, որ այո, ներքին հարցերը լուծելու կարողությունները, որակը, տեմպը անհրաժեշտ են մեր դիմակայունությունն ապահովելու համար, որը այո մեզ համար անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուն հասնելու համար եւ որպեսզի Ադրբեջանը մի քանի անգամ մտածի, հա, այս երկարաձգումներն ինչ օգուտ կտա եւ կտա թե ոչ, թե վնաս կտա։ Այդքանով այո, կարող է կապ ունենալ, բայց մնացածը տեսեք մենք այստեղ պետք է չդիտարկենք Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը ինչ-որ մի մեկուսի մի process, որը կապ չունի ուրիշ ոչ մի բանի հետ։ Միայն կապ ունի մեր եւ Ադրբեջանի հետ։ Դա այդպես չի։ Ադրբեջանը ունի ուժային առավելություն եւ ուզում է այնպիսի իրավիճակ, որը իրեն միշտ թույլ կտա այդ ուժային առավելությունը իրացնել եւ Հայաստանին միշտ պահել վախի մեջ։ Երկրորդը մենք չենք Ադրբեջանին շրջափակել, չէ, աշխարհագրությունն այնպիսին է, որ իրենք են մեզ շրջափակել։ Եվ խաղաղության համաձայնագիրը կնքելուց հետո իրենք մեզ պետք է ապաշրջափակեն։ Դա մեզ համար պլյուս է, եւ իրենք էլ ասում են, բա մեր պլյուսը որն է։ Եվ հաջորդը նաեւ այո, սա բանակցային գործընթաց է, որը տեղի ունենում մի պատերազմից հետո, որտեղ պատերազմ, որը պարտվել է ոչ թե Ադրբեջանը, էլի։ Սա ամենը չի կարող չանդրադառնալ նաեւ այսպես բանակցող կողմերի վարքի վրա։ Սա էլ պետք է հասկանանք, սա էլ օբյեկտիվ իրականություն է։ Սակայն այս process-ը ուր կհասնի եւ ինչպես կհասնի, դա կախված է մի շարք հարակից process-ներից։ Մենք շատ պարզ պետք է հասկանանք, որ այո, Ռուսաստանն անթաքույց ձևով ձգտում է, որպեսզի այս պայմանագիրը չստորագրվի, պարզ չի, պարզ է։ Հետևաբար ինչ է պետք։ Պետք է Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում եւ ազդեցությունն այս process-ի վրա նվազեցնել։ Արվում է, ինչ-որ բան այո, արվում է, բայց արդյոք արվում է այն տեմպերով, որը որակական փոփոխությունների կենթարկի իրավիճակը այս համաձայնագրի շուրջ։ Դե ոնց որ թե ոչ։ Հաջորդը մենք ակնկալում ենք, մենք հիմա հասել ենք նրան, որ Հայաստանը ունի միջազգային կոնսենսուս այս պայմանագրի շուրջ, որ պայմանագիրը պետք է ստորագրվի։ Ընդ որում կոնսենսուս նաև Եվրոպայի եւ Ամերիկայի միջև, որոնք մենք գիտենք, որ տարբեր հարցերով ընդհանրապես մենք լուրջ խզում ենք տեսնում, բայց այս հարցում միանգամայն կոնսենսուս ենք տեսնում, եւ սա փաստ է։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ եվրոպացիները էապես ակտիվացել են 3 ուղղություններով, դա Կենտրոնական Ասիան է, Հարավային Կովկասն է եւ Թուրքիան։ Այս 3 օղակները իրար հետևից շարելով մենք ինչ ենք տեսնում։ Այո, մենք տեսնում ենք այդ միջին միջանցքը, որը պետք է Կենտրոնական Ասիան կապի միջերկրական եւ սև ծովերի հետ։ Նաեւ
հենց այս համատեքստում է, որ Եվրամիությունը ուղղակի արդեն Ադրբեջանին բավականին այսպես ուղիղ տեքստով հորդորում է մի կողմ դնել այդ խոսակցություններն անիմաստ եւ անցնել գործի։ Ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայնը դրա մասին խոսում է Սամարվանդում, օրինակ։ Կամ Շտայնմայերը այդ մասին խոսում է Երևանում եւ Բաքվում։ Կամ Բարոն եւ Ֆիդանը այդ մասին խոսում են Փարիզում, որում բոլորն ասում են նույն բանը։ Այդ մասին նաև խոսում է Միացյալ Նահանգների էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Էրիկ Ջեյքոբսը, հա, Բաքվում, որ ասել է, որ Թրամփը սպասում է շուտապույտ օր առաջ դա որ ստորագրվի եւ վավերացվի։ Հիմա եթե մենք ունենք կոնսոլիդացված դիրքորոշում, այո, հիմա մեր հաջորդիվ մեր խնդիրն այն է, որ մենք հասնենք նաև միջազգային ճնշումների կոնսոլիդացմանը Ադրբեջանի ուղղությամբ, մենք ունենք այդ ճնշումն արդեն, բայց դա դեռ այն մակարդակի ճնշումը չէ, որը ունակ է դիրքորոշում փոխել Բաքվի մոտ։ Երբ մենք կհասցնենք այդ մակարդակի բնականաբար մենք կունենանք արդյունք, բայց դրա համար այդ ակտիվացման համար այստեղ շատ կարևոր է նաև Հայաստանի ակտիվությունը թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության հետ մեր հարաբերությունները ակտիվացնելով, հա, ինքնին։ Միացյալ Նահանգների հետ առայժմ այսպես արկախված վիճակում է մնում մեր միջուկային համաձայնագիրը, այդ համաձայնագիր 1, 2, 3-ը, հա, որը մեզ դռներ կբացի ամերիկյան կորպորացիաների մոտ արդեն տեխնիկական պատվեր տեղադրելու, հա, ատոմակայանի։ Բայց մենք Հայաստանում մինչև այդ տաշիրը 5 բուծում, հիմա էլ տեղը թափուր է, ասել 8-9 ամիս։ Եվ խոսքը վերաբերվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնին։ Նախ էներգետիկան, մինչև մենք մեր այն ռազմավարական որոշումները չենք կայացրել եւ իրականացման ճանապարհին չենք դրել, մեզ առանձին այո պետք է էներգետիկայի նախարարություն, որովհետեւ հիմա Հայաստանը էներգետիկայի վերաբերյալ ռազմավարական որոշումների հրամայականի առաջ է կանգնած։ Չկա այդ պատասխանատուն, որ այդ որոշումները մշակի, ներկայացնի, հետևից գնա եւ այլ։ Խոսքը վերաբերվում է մեր ատոմային էներգետիկայի ապագային, մեր արտահանման հնարավորությունները եւ ենթակառուցվածքները ձևավորելուն, հա։ Մենք Վրաստանի հետ այդ 1000 մեգավատանոց փոխանցման այդ ենթակառուցվածքը 20 տարի չենք սարքում։ Եվ մենք հիմնավոր կասկածներ ունենք, թե ինչու։ Առաջի հերթին, որովհետև պետական համակարգը մատների արանքով է նայում ամեն ինչին, եւ երկրորդը, այո, առերևույթ այս ամենում կան սաբոտաժի տարրեր։ Եվ այս ամենի դեմը պետք է պետությունն առնի։ Այո, Հայաստանը պետք է միակցված լինի էներգահամակարգերով, ընդ որում բավականին հզոր թողունակությամբ, այո, մոտավորապես 1000 մեգավատ, թե Իրանի, թե Վրաստանի հետ։ Հակառակ դեպքում մեր էներգետիկան ուղղակի չի զարգանա եւ կդեգրադացվի եւ կվերանա։ Եվ մենք ստիպված ենք լինելու ոնց որ նավթն ու բենզինն ենք, չգիտեմ, գազը
բերում ենք, դե որովհետև չունենք, հա, վաղը ինչ ուզում ենք։ Դե հիմա տեսեք, շատ լավ, բայց հիմա պետք է մենք հասկանանք, չէ՞, որ Գազպրոմի հետ այս իրավապայմանագրային հենքով աշխատանքի պարագայում Թուրքմենստանից այդ գազը չի գա ուղղակի։ Մեկ երկրորդը դա շատ կարևոր քայլ է, որ արվել է, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, թե ինչը տեղի ունենում Իրանում եւ Իրանի շուրջ, որովհետեւ այդ swap տարանցումը Իրանի տարածքով է լինելու, եթե այնտեղ իրավիճակը դարձավ անվերահսկելի տարբեր պատճառներով, ապա դա կարող է չաշխատել։ Այնպես որ սրանք հարցեր են, որոնք դեռ այս պահին չունեն պատասխաններ։ Պարոն Միրաբյան, այս ամբողջ անորոշությունը կապել նաև Թրամփի քաղաքականության հետ։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահը ամեն դեպքում չի կարողանում գործարքի բերել Պուտինին, չի կարողանում հաջողություն արձանագրել ռուս-ուկրաինական ճակատում, Իրանի հետ բանակցությունները ոնց որ թե չեն ստացվում։ Այս ամբողջի հետ կապել, այսինքն քաղաքական աշխարհաքաղաքական այս զարգացումների հետ Հայաստանի արկախումը գործընթացների կամ ձգձգումը։ Այո, դա դեր խաղում է, դա ծանրացնում է իրավիճակը, որը կար մինչ այդ էլ, այնպես չի, որ այս իրավիճակը հենց Թրամփն է ստեղծել, այդպես չէ, բայց այն քաղաքականությունը, որը տանում է Թրամփի վարչակազմը, այո, դա ոչ թե այսպես ասենք, որոշակիություն է մտցնում իրավիճակում, այլ դրա ուղիղ հակառակը։ Իհարկե մենք տեսնում ենք Թրամփի կողմից բազմաթիվ քայլեր, այսպես, որոնք ուղղակի մեղմ ասած խնդրահարույց են, բայց Թրամփի մոտ մի բան հաստատ չի փոխվել։ Հայաստանյան ուղղությունը քաղաքականության Միացյալ Նահանգներում չի փոխվել, սա փաստ է։ Եվ Հայաստանը ունի հնարավորություն դրանից օգտվելու, բայց դրա համար էլ եմ ասում, առաջանցիկ քայլեր են պետք, եւ ես դրա պոտենցիալը տեսնում եմ, այո, այս ատոմային պրոյեկտի իրականացման մեջ։ Մենք պետք է այդ համաձայնագիր 1, 2, 3-ը, որը շրջանակային համաձայնագիր է, այսպես տիպային, հա, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների միջև, ում թույլատրվում է, հա, օգտվել Միացյալ Նահանգների խաղաղ միջուկային ծրագրերից, տարբեր նպատակներով, հա, ասենք բժշկական կամ էներգետիկ եւ այլն։ Այստեղ այո համապատասխան կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ կառավարությունում, համապատասխան կոմպետենտությամբ մարդկանց նշանակումներ եւ այդ մարդկանց շտաբ գործողում Միացյալ Նահանգներ այդ առաքելությունը վերջնականացնելու, հա։ Հիմա Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ, Եվրոպան հայտարարում է, որ առևտրային պատերազմ չի ուզում, Մակրոնն է հայտարարել, Մեծ Բրիտանիայի հետ պատրաստ են սերտորեն Թրամփի հետ համակարգելու այդ մաքսատուրքերի հարցը, ինչ սպասել, ինչ զարգացումներ, թե անորոշությունը այսպես պահպանվել։ Առանց այն էլ արդեն գնում է այդ առևտրային պատերազմը, մենք տեսնում ենք բորսաներում ինչ անկում է, մենք տեսնում ենք, որ այս ամենը շատ մեծ է հավանականությունը, որ կհանգեցնի ռեցեսիայի, գլոբալ ռեցեսիայի, դա վատ բան է, շատ վատ բան է, և դրա ելքերը, այո, պետք է լինեն նախ եւ առաջ քաղաքական, հա, որոնք վերաբերվելու են տնտեսությանը, և ոնց տեսնում եմ, այս ճանապարհով ընթանալ ուղղակի հեռանկար չունի եւ չի ունենալու, այս ամենը դեռ շատ ու շատ վերանայվելու է։ Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքականությունը, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները հատել են հետդարձի բոլոր կետերը, այլևս առաջվանը չեն լինելու, դա պետք է հասկանալ։ Բայց մյուս կողմից, բացարձակապես ակնհայտ է եւ պատմականորեն դա այդպես է,
որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան բնական դաշնակիցներ են եւ լինելու են։ Այլ հարց է, որ այդ ալյանսի հենքն է փոխվելու օբյեկտիվորեն եւ ավելի եթե Միացյալ Նահանգների ուղղակի հովանավորում էին, հա, իրենց հովանոցն եւ այլ, հիմա ավելի պարիզետային է ըլնելու այդ գործընկերությունը, այդ դաշինքը եւ այն երկուստեք, այո, բխելու է թե բոլորի շահերից, այսպես ասենք, թե Եվրոպայի, թե Ամերիկայի, նաեւ նույնն էլ վերաբերվում է ասիական դաշնակիցներին Միացյալ Նահանգների, նրանք էլ իրենց հերթին Եվրոպայի այսպես ռազմավարական ինքնաբավության ձեռքբերմանը զուգահեռ, այո, Եվրոպան նաեւ իր գործընկերություններն է վերակազմավորում, այդ թվում նաեւ այո, դա տեղի է ունենում եւ ունենալու նաեւ ասիական ժողովրդավարությունների հետ, որոնք էքսկլյուզիվ հարաբերություններ ունեին Միացյալ Նահանգների հետ, հիմա իհարկե նրանք էլ այդ կապերը ամրապնդելու են նաև Եվրոպայի հետ։ Դեռ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու եւ այնպես չի որ հիմա մենք խոսում ենք ինչ-որ մի ավարտված process-ի արդյունքների մասին։ Մենք հիմա խոսում ենք մի process-ի մասին, որը նոր է սկսել եւ դեռ երկար է անցնելու։ Շատ բան իր հետ տանելով, իր հետ բերելով եւ այլն։ Մենք այս ինչ հիմա ձեզ հետ միասին քննարկում ենք, մենք դա քննարկում ենք այս պահի ստոպ կադրում, այսպես ասեմ։ Բայց այս ամենը պետք է դիտարկել դինամիկայի մեջ։ Դինամիկան մենք տեսնում ենք, որ տնտեսության մասով առնվազն, այո, բարվոք չէ, բարենպաստ չէ։ Եվ այս պահի դրությամբ մենք որևէ միտումներ էլ չենք տեսնում, որ դա կբարելավի, ասենք, կարճաժամկետ հեռանկարում, չի լինելու նման բան։ Հետևաբար Թեհրանին տրված 2 ամիս ժամկետն էլ այդպես չափազանցված ինչ որ ձևակերպում է կամ սահմանում է։ Տեսեք, այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Սակայն ֆիքս ենք, որ տեղի է ունենում ռազմական ուժի կուտակում, առկա ռազմական ուժերի մարտական պատրաստականության աստիճանի բարձրացում։ Սա ակնհայտ է։ Այս ամենը ինչի մասին կարող է վկայել։ Կամ հակառակ կողմին տպավորել, հա, կամ սա իրական նախապատրաստություն է պատերազմի։ Կամ երկուսն իրար հետ։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, երբ ինչ որ մի կողմ սպառնում է պատերազմով մյուսին, անհրաժեշտ է, որպեսզի այդ սպառնալիքը չընկալվի որպես դատարկ խոսք։ Եվ այդ սպառնալիքին իրական տեսք տալու տրամաբանության մեջ եւս պետք է դիտարկել այս ռազմական այդ նախապատրաստությունները, որը կհանգեցնի պատերազմի, թե ոչ շատ բարդ է ասել այս պահի դրությամբ։ Այնուամենայնիվ մենք նաև տեսնում ենք Իրանում շատ հստակ շրջանակ, որը հակված է այնուամենայնիվ դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծելուն։ Այնտեղ եւս ներքին բախումներ եւ քննարկումներ են այս հարցի շուրջ, որոնք թե ինչով կավարտվեն, դա էլ կապրենք կտեսնենք։ Այնպես որ հիմա շատ բարդ է եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է արաբական երկրների մոտեցումները, որովհետեւ շատ բաներ, որոնք հնարավոր է տեղի ունենան, հա, տեղի ունենալու իրենց տարածքով կամ իրենց օդային տարածքով եւ շատ դժվար կլինի չներքաշվել այս ամենը։ Սա պետք է միանշանակ հասկանալ։ Ի վերջո Իսրայելը եւ Իրանը հարևաններ չեն։ Իսկ եթե հարևաններ չեն, ապա այդ ճանապարհին ընկած բոլոր պետությունները մեծագույն ռիսկի տակ են ներգրավվելու այս պատերազմի
հնարավոր պատերազմի մեջ։ Այս մասշտաբները տեսնելով նաև դժվար չէ կռահել, հա, որ կողմերն այնուամենայնիվ փորձում են իհարկե առանց դեմքը կորցնելու, հա, բայց այնուամենայնիվ անել առավելագույնը պատերազմ թույլ չտալու համար։ Այնուամենայնիվ փորձել դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել։ Այո, ուղիղ բանակցություններ չկան, բայց Օմանում միջնորդների օմանյան միջնորդությամբ, հա, այսպես ասենք, ինչ-որ ոչ շատ բարձր, բայց նաև ոչ շատ ցածր մակարդակով էլ տեղի են ունենում շփումներ։